Վերջին զանգ հեռուստասերիալում Աննան ու Սոսը կրկին հանդիպում են, այն նույն տեղում, որտեղ ամեն ինչ սկսվել էր, իրենց դպրոցում, որտեղ վերջին զանգի աղմուկի տակ երբևէ ծնվել էր մի սեր, որ պիտի դառնար մոխրացած հիշողություն։ Այժմ այդ նույն դահլիճում տիրում է լռություն, որ կշռադատված է անցյալի ցավերով։ Աննան կանգնած անցյալին դեմքով ակամայից փորձում է արդարանալ։ Նրա ձայնում մեղմություն կա, խեղճություն։ Նա ասում է, որ Սոսին սիրել է իրական, մաքուր սիրով, բայց Սոսը փոխված է։ Նրա սառը հայացքը չի բերում ոչ կարոտ, ոչ սեր, ոչ էլ թուլություն։ Նա ասում է պարզ ու դաժան, երանի երբեք չհանդիպեր Աննային, Լիլիթին ու Բագրատին։ Նրա խոսքերից պարզ է դառնում, եթե այդ հանդիպումները երբեք տեղի չունենային, իր կյանքը այլ ընթացք կունենար։ Աննան անգամ այդ սառնությունից չընկրկելով Սոսին խնդրում է մի վերջին բանը՝ ամեն գնով հեռու պահել Լիլիթին իր ընտանիքից, իր երեխաներից։ Սոսն էլ անակնկալի է գալիս, երբ իմանում է, որ Լիլիթը արդեն հասցրել է իր թույնը թափել նաև Աննայի զավակների վրա։ Նա գնացել է ու Աննայի ներկայությամբ բացահայտել Հենրիի ու Ֆայնայի առաջ, որ Աննան Սոսից հղի էր, երբ ամուսնացել է Միքոյի հետ։ Սոսը լուռ լսում է, հասկանում, բայց բառերը ծանրանում են նրա շուրթերին։ Լիլիթը դեռ իր հացը կուտի, մտածում է Սոսը, ու մի պահ է, որ նույնիսկ Սոսին է անհանգստացնում այդ կնոջ ոչ մի սահման չճանաչող թույնը, բայց այդ ամենով հանդերձ Աննան մնում է մենակ, դատարկ դահլիճում, ինչպես միշտ մենակ իր ցավի հետ։ Սոսը հեռանում է առանց հետ նայելու։ Սակայն Սոսն արդեն զգում է, Բագրատն իր դեմ ինչ-որ բան է նյութում, եւ քանի որ Բագրատը գործում է ստվերում, Սոսը որոշում է խոսել նրա հետ նրա իսկ լեզվով։ Նա գնում է բանտ տեսակցելու Սեմին։ Դահլիճի քար լռությունից մենք անցում ենք կատարում մռայլ բանտախոց, որի մասին վկայող կադրերը կարող եք դիտել հենց հիմա։ Սոսը, գիտակցելով, որ իր որդին Արամը սիրահարված է Մերիին, օգտագործում է իր կապերը Սեմին ազատ արձակելու համար։ Սոսը Սեմին տալիս է եւս մեկ հնարավորություն Բագրատին վերջնականապես սպանելու համար։ Սեմը ուրախանում է, չնայած ասում է, իրեն Արամի ընտանիքից ոչինչ պետք չէ, սակայն Սոսը անկեղծանում է։ Նա բաց տեքստով ասում է, որ Բագրատը նաև իր թշնամին է։ Եվ երբ թշնամին ընդհանուր է, ապա այս դեպքում Սոսն ու Սեմը դառնում են դաշնակիցներ։ Սեմին ազատ են արձակում, բայց Սոսը նրա առաջ դնում է մեկ պայման։ Սեմը պետք է թույլ տա, որ Արամը ու Մերին զարգացնեն իրենց հարաբերությունները, հասցնելով դրանք ամուսնության։ Սեմը հասկանալով, որ այլ տարբերակ չունի, մի քանի վայրկյան լռում է, իսկ վերջում համաձայնում։ Հարգելի հետևորդներ, ինչպես կվարվի Սոսը այս անգամ, երբ վերադառնա տուն ու Լիլիթին տեսնի իր տանը, հաշվի առնելով, թե Լիլիթը ինչպես է իրեն պահել Աննայի երեխաների մոտ։ Գրեք մեկնաբանություն։ Նկարահանման ենք։ Գիշերային դրսի տեսարանա, ինչ-որ բան մեզ միշտ խանգարում է։ Լավ։ Անձրև է գալիս, ես քեզ եմ սիրում։ Չէ, լավ ինչ է խանգարում, երջանիկ երգում է մարդը։ Քեզ եմ կարոտում։ Տուն տեգինանք ուղակի։ Արդեն գտանք չէ։ Ինչ բան։ Հոպ։ Բա, տեսնում եք մեջքիս հետևն ինչեր է կատարվում։ Էսա։ Մենք չենք ուզում։ Ես անձամ չենք։ Էլմի։ Դու ուզում ես, չէ։ Գիտեմ։ Անակ եմ։ Շատ։ Ինձ սպասում էր։ Եկել ենք նկարահանման։ Չէ, ձեզ։ Իհարկե։ Վաղուց չկա ինքն։ Բա։ Նենց որ Դիտեք մեզ։ ամառը թե մոռացան մեզ։ Չէ, որ մոռանա։ Մեզ մոռանալ չի լինի, ձեզ։ Քանի որ առաջին ստորիում մեր ընտանիքը կիսատ էր, մեր մայրը բունտ էր։ Անում ասում էր ուր եք առանց ինձ նկարվել։ Հիմա մենք ամբողջ համալրված ընտանիքով մեր հետևորդներին պաչիկներ ենք ուղարկում։ Վերջ, մենք ամբողջ ընտանիքով ենք այսօր։ Այո, ու միշտ լինելու։ Այո։ Երեխեք ջան,
քանի որ Հենրին եւ Անգելինան բաժանվեցին, վերջնականապես թե չեն կարող միասին լինել։ Յանան ոնց որ էլի գործի անցել։ Ուզեք չուզեք։ Գործն էլ է դա։ Հիմա ինչ անեմ։ Տենց ասում եք հալալի հետ լավ զույգ ես, բայց մի խոսքով դες շատ հետաքրքիր սերիաներ են սպասվում, այնպես որ մնացեք մեզ հետ։ Նկարահանման ենք ընկերներ։ Գաս մեզ։ Քիչ էի կոմը, բայց կա։ Ինչ։ Ոնց ստացվել, մի հատ կտրի ուտենք տեսնենք համով, հա։ Տեսնի նման։ Լավ, ստոպ։ Արտս մի կատր է։ Ընենք լավ կտրվեց, ընենք սիրուն։ Բայց երևա որ թարմա, թե չէ։ Թարմա վայ։ Հա, թարմա։ Ոնց вообще-то Կասկածում եք, երեփեք։ Չոս օրվա է, Վերջին զանգ հերոստասերիալին չէի սպասում։ համեցեք։ Որոշել ենք ռում տուր անենք։ Այո, իմ սենյակը ձեզ ցույց տամ։ Ինչ գաղտնիքներ կան, որ կադրով չի երևում։ Դա սկսած սցենարներս են։ Ավակի տան համար այսօր այսքան տեսարաններ ունենք նկարվելու։ Դժվար։ Ստեղ իմ շորերն են, հիմա պիտի փոխվեն, որպեսզի տեսարանը նկարենք այդ շորերով։ Ցույց տամ ամենակարևոր պինգվինը, որ տեսարանով մենք դեն ենք նետել, հիշում եք։ Բայց ստեղը ամեն անգամ նկարելուց հանում ենք կադրից, որ դուք չտեսնեք։ Տինում եմ գրիմ, սա մեր ռեժիսորսկի սցենարն է, Գայուշի։ Ստեղ ունեմ իմ գրիմի պարագաները։ Այստեղ մենք ունենք ևս մեկ գաղտնի սենյակ, որ դուք երբեք չեք տեսել, լոգարանն է։ Պահարանում ինչ ունես։ Պահարանում ոչինչ չունեմ։ Ոչինչ, միշտ դոքտոր բացում եմ ինչ-որ բան եմ անում, ինչ վերից ոչ մի բան։ Ես կբաց պատշգամբում։ Պատշգամբում ունենք, այստեղ եմ սիրում հատված ունենք, ես շատ եմ սիրում նկարվել ստեղ։ Բացիլ է, բացի ասում եմ, աստորեն դու ես հորես գլուխի կերել, ասեմ բացի։ Բարև բոլորին։ Կաննա ջան, շատ երկար մտածելուց հետո հասկացա, որ անպայման պետքա ձեզ տեղյակ պահեմ Հայաստանը 7 օրով լքելու դեպքում։ Հետևորդներ ջան, դուք էլ շարունակեք նայել վերջին զանգը հեռուստասերիալը, լիքը լավ զարգացումներ է սպասվում։ Ժողովուրդ ջան, այսօր էլ այս տեսքով եմ նայեք։ Այս սերիալում կամ ես եմ տփում։ Եկել ենք նկարահանման։ Չէ, ջացրով։ Իհարկե։ Վաղուց չկա ինքի։ Բա։ Նենց որ Դիտեք մեզ։ համարը թե մոռացան մեզ։ Չէ, որ մոռանա։ Մեզ Մեզ մոռանալ չի լինի, ջացրով։